Միլիոնավոր մարդիկ նրան ճանաչում էին որպես Հոգվարտսի ամենախորհրդավոր պրոֆեսոր, բայց իր ամենածանր պայքարը նա թաքցրեց մինչև վերջ։ Ալան Ռիկմանը աշխարհի ամենահայտնի դերասաններից մեկն էր։ Խորը ձայնը, սառը հայացքը եւ յուրահատուկ խոսելաձևը նրան դարձրին իդեալական Սնեյփի դերի համար Հարի Փոթեր ֆիլմաշարում։ Բայց այս կերպարի հետևում թաքնված էր շատ հանգիստ եւ փակ կյանքով մարդ։ Քչերը գիտեն, որ իրական համաշխարհային փառքը նա ստացավ բավականին ուշ։ Ալան Ռիկմանը աստղ դարձավ արդեն 40-ից հետո, երբ խաղաց կինոյի պատմության ամենախարիզմատիկ չարագործներից մեկին Die Hard ֆիլմում, բայց հենց Սևերուս Սնեյփի դերը նրան դարձրեց լեգենդ միլիոնավոր մարդկանց համար, եւ այդ ընթացքում նա արդեն վարում էր իր ամենածանր պայքարը, որի մասին գրեթե ոչ ոք չգիտեր։ Իմանալով անբուժելի քաղցկեղի մասին, նա չփնտրեց հանրային կարեկցանք։ Նրա վիճակի մասին գիտեին միայն կինը եւ ամենամոտ մարդիկ։ 2016 թվականի հունվարին նա հանգիստ հեռացավ կյանքից ընտանիքի շրջապատում։ Նա չէր սիրում ավելորդ ուշադրություն, բայց թողեց ժառանգություն, որը կմնա հավերժ։ Ավելին իմանալու համար սեղմիր բաժանորդագրվել։